Պարոն Խաչատրյան, երեք կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարորդների գրեթե 90%-ը կեղծ վարորդական իրավունքներ ունեն եւ վթարները ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի հատվածը նաեւ պայմանավորված է դրանով։ Դուք այդ ոլորտում եք երկար աշխատել, արդյոք կեղծ են եղել վարորդական վկայականները մարդկանց։ Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ձև են տրամադրվել այդ վարորդական վկայականները։ Վարորդական վկայականը տրվում է ամբողջ կյանքի համար, փաստաթուղթ է, որը վկայում է, որ տրանսպորտային միջոցը մարդը ունի տրանսպորտային միջոցներ վարելու համապատասխան կատեգորիա, իրավունք, եւ այն տրվում է ամբողջ կյանքի ընթացքում, դե տեսեք, քանի սերունդ է հիմա վարում տրանսպորտային միջոց, այդ սերունդները ժամանակին ձեռք են բերել տասնյակ տարիներ առաջ դեռևս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքներ եւ այսօր օգտագործում են։ Եվ այո, ժամանակին վարորդական իրավունք վկայական ձեռք բերելը տարբեր ձևերով կարող էր իրականացվել եւ այդ տարբեր ձևերի մեջ շատ են նաեւ այն ձևերը, որոնք գիտելիքներ չէին պահանջում ուղղակի, մարդ ստանում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, բայց ոչ գիտելիքների դիմաց եւ իհարկե դա իր արտահայտությունն է գտնում երթևեկության մեջ եւ վատ ուսում ստացած կամ վատ գիտելիքներ ունեցող, ոչ պատշաճ գիտելիքներ ունեցող վարորդը նաև ռեալ ռիսկեր է ստեղծում ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման։ Իհարկե վարչապետի ասածը, վարչապետը շատ գույները խտացրեց, որպեսզի ավելի պատկերավոր լինի, բայց ամենը ճիշտ է ասված։ Հիմա, բայց պետք է ասեմ ես հետևյալը, ավելացնեմ նաև, որ երթևեկության մեջ միայն վարորդները չեն երթևեկության մասնակիցներ, երթևեկության մասնակիցները նաև հետիոտները, ուղևորները, մենք տնից հենց դուրս են գալիս, երթևեկության մասնակից ենք դառնում։ Եվ շատ բան կախված է նաև հետիոտներից եւ ուղևորներից, երթևեկության անվտանգության ապահովման մեջ եւ եթե վարորդներին ներկայումս շատ խիստ պայմաններ են դրված, վարորդները ազդում են եւ գործնական եւ տեսական քննություններ եւ բավականին դժվարացել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալը այսօր, ինչը շատ լավ է եւ կարծում եմ մի որոշակի ժամանակ անց մենք արդեն մեծամասամբ կունենանք գրագետ եւ պատշաճ գիտելիքներ ունեցող վարորդներ։ Միանշանակ գնում են դրան եւ դա ունենալու ենք։ Բայց ով է ուսուցանելու հետիոտներին եւ ուղևորներին ուղևոր կամ հետիոտն դառնալու համար որևէ գիտելիք չի պահանջում, որևէ փաստաթուղթ չի պահանջում, բայց նրանք նույն կերպ երթևեկության մասնակիցներ են։ Հետևաբար խնդիրը պետք է դնել, որպեսզի դպրոցում երթևեկության կանոնները ուսուցանվեն։ Այսինքն ցանկացած քաղաքացի իմանա ինքը եթե հետիոտն է, ինչ պարտականություններ ունի, հետիոտն նույն կերպ պարտականություններ ունի օրենքով ամրագրված եւ ուղևորը նույնպես ունի մի շարք պարտականություններ։ Օրինակ ուղևորը իրավունք չունի վարորդի ուշադրությունը շեղող վարքագիծ դրսևորել կամ մեքենայի վարման ընթացքում դուռը բացել կամ իր երարարկաները դել եւ այլն եւ ընդհանրապես կապված վիճակում նույնը եւ հետիոտն մի շարք պարտականություններ։ Պարոն Խաչատրյան, այս ձեր խնդիրները որ թվարկում եք։ Ես ավարտեմ այս մասով, այսինքն դպրոցական հասակից, անգամ նախադպրոցական տարիքից պետք է ուսուցանել ճանապարհային երթևեկության կանոնները, որովհետև այդ կանոնների իմացությունը անմիջական կապի մեջ է, ուղղակի կապի մեջ է անձնական անվտանգության հետ։ Ինչքան դու տեղյակ ես ուսումնանը զինված ես գիտելիքներով երթևեկության կանոնների, այնքան քո անվտանգության մակարդակը բարձրանում է։ Եվ նաև մի հետաքրքիր բան էլ կա, ովքեր երթևեկության մեջ կարգապահ են, այդ մշակույթը ունեն, կրում են, նրանք նաև կարգապահ են բոլոր բնագավառներում գրեթե, նրանք եւ հարգատու են նորմալ եւ այլ այսպիսի ուսումնասիրություններ շատ կան, որ ամեն ինչ սկսում է հենց երթևեկության մեջ կարգապահություն։ Ձեր նշած խնդիրները, եթե այդ մասին խոսեր օրինակ վարչապետի նույն հայտարարությունը կամ դուք որ պաշտպանության անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ եք եւ նաեւ ազգային ժողովում այդ հարցերով եք զբաղվում, եթե այս ամենի մասին ասեր շարքային քաղաքացին կհամաձայնեինք, բայց դուք 7 տարի իշխանություն եք, այդ բարեփոխումները որ անում եք ոստիկանությունում, տարբեր ոլորտներում, պետք է որ արդեն այդ կեղծ վարորդական իրավունքների կեսից շատը չլիներ։ Ինչպես է ստացվում։ Տեսեք, դուք ճիշտ եք, 7 տարի եւ 7 տարվա մեջ բավականին մեծ աշխատանք է իրականացել, բավականին մեծ։ Բա որ մտցել ենք այդ տուգանային միավորների համակարգը, բայց դա ինչ է։ Դա արդեն որոշակի ֆիլտրելու համակարգ է։
Այսինքն այն վարորդները, որոնք որ շատ խախտումներ են անում, նրանց տուգանային միավորները իջնում են, կասեցնում են վարորդական իրավունքը 6 ամիս, եթե նորից շարունակում են, մյուս անգամ զրկվում է, զրկվելուց հետո նորից գնում քննություն են տալիս, նորից վարորդական վկայական են վերցնում, եթե կարողանում են, բայց ամբողջ համակարգը, որ ներդրվել է, սա ինչ է, սա հենց ֆիլտրելու, զտելու, մարդկանց դեպի սովորելը, գիտելիքներ ձեռք բերելը, մղելու գործունեություն է, հենց այդ բալային համակարգը եւ ոչ միայն բալային համակարգը, բարեկային ոստիկանության ձևավորումը, այդ ինստիտուտի ձևավորումը շատ ու շատ բան փոխեց մեր երթևեկության մեջ եւ ես չեմ հոգնի ասել, որ այս տարի մենք 45 զոհ պակաս ունենք նախորդ տարվա համեմատությամբ եւ երբ որ վեր եք լուծում ինչն է պատճառը, որ այս տարի 45 զոհ պակաս է, պատճառը հենց բարեկային ոստիկանության այդ ինստիտուտի գոյությունն է։ Այլ պատճառ մենք չենք գտել, որտեղ մարդկանց մշակույթը տեսեք, բալային համակարգ, բարեկային ոստիկանություն, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի այդ վարորդական վկայականների ստացման գործընթացը արդեն քանի տարի է բավականին դժվարացել է եւ առանց գիտելիքի, տեսական եւ գործնական որևէ մեկը այսօր չի կարող ստանալ վարորդական վկայական։ Եվ շատ մեծ աշխատանք է արվել, արդյունքները իհարկե արդեն տեսանելի են։ Երբ որ երեք այդ հայտարարությունը հնչեց, պարոն Խաչատրյան, շատերը հիշեցին, թե ինչպես էր վարչապետի Ավտոշարասյան կողմից հղի կնոջ վթարը տեղի ունեցել։ Հիմա կեղծ վարորդական իրավունք ուներ այդ մարդը եւ վարորդը, եւ արդյոք այստեղ չի գալիս հարցը իշխանության պատասխանատվության։ Ուրեմն ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման մեջ միայն վարորդի մեղավորությամբ չի ցավոք սրտի, որ տեղի ունենում այդ ճանապարհատրանսպորտային պատահարները։ Ես արդեն նշեցի նաև հետիոտների մեղավորություններին, ուղևորների մեղավորություններին եւ երթևեկության մասնակիցը միայն վարորդը չի։ Տեսեք, այդ ուղեկցող շարասյունը, որը որ վարչապետին ուղեկցում է, այս շարասյան վարորդները, տրանսպորտ հատուկ ձայնային լուսային ազդանշաններով կահավորված այդ ոստիկանության մեքենաների վարորդները, բավականին բարձր որակի պրոֆեսիոնալիզմ ունեցող վարորդներ են, ոստիկանության աշխատողներ են, երկարամյա փորձ ունեցող եւ որպես վարորդ, էքստրեմալ պայմանների վարորդ, շատ մեծ փորձ ունեն ու բավականին լուրջ պրոֆեսիոնալներ են իրենք եւ բազմաթիվ անգամ ենք մենք դրա մեջ համոզվել եւ ամեն օր են նրանք էքստրեմալ վարում տրանսպորտային միջոցները։ Ճանապարհատրանսպորտային պատահարի ակտիվ իհարկե կա քրեական գործ, այնտեղ ավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել բավականին մանրամասն, որպեսզի պարզեն արդյոք վարորդը տեխնիկապես հնարավորություն ունի կանխել վթարը, արդյոք վարորդի մեղավորությունը կար, արդյոք վարորդի տրված ժամանակահատվածը ռեակցիայի համար բավարար էր, որպեսզի նա այնպիսի միջոցներ ձեռնարկեր, որ այդ դժբախտ դեպքը վրայեթը չպատահեր։ Եվ ես չգիտեմ արդյունքները ոնց են եղել եւ ուր է հասել այդ քրեական գործը, բայց այդ մանրամասն գործով է ապացույց դառնում, թե վարորդը ի վիճակի է կանխել, թե ոչ։ Տեսեք, երբ որ տրանսպորտային միջոցի վարորդը վարում է 60 կմ/ժ արագությամբ եւ ինչ որ մեկը հանկարծակի հայտնվում է մեքենայի առաջ, վարորդը պետք է այդ ժամանակը ունենա կանխելու համար, որտեղ 1 վայրկյան վարորդին պետք է որպեսզի իր ռեակցիան աշխատի, դա ֆիզիոլոգիական պահանջ է։ 1 վայրկյանի ընթացքում 60 կմ/ժ արագությամբ արդեն դու 16 մետր գնացիր։ 1 վայրկյան հետո արգելակում ես եւս մի 16 մետր տեցա գնում, ինչեւ անիմները կանգնում են։ Անիմները կանգնեցին եւս մի 14 մետր կարա մեքենան գնա արդեն սարքով։ Այսինքն 60 կմ/ժ արագության պայմաններում մոտ 50 մետր քեզ տարածք կապել, որպեսզի դու կանգ առնես։ Եվ եթե վարորդը այդ ժամանակը չի ունենում, այսինքն վտանգը առաջանալու պահից մինչև, վարորդը այստեղ մեղք չունի, վարորդի մեղքը բացակայում է։ Սա գիտություն է, սա ճանապարհատրանսպորտային պատահարների քննության մեթոդիկա է եւ ոչ բոլոր դեպքերում են վարորդները մեղավոր են։ Փաշինյանը այս թեմային անդրադարձավ այն համատեքստում, որ Հայաստանում կադրային ճգնաժամ կա եւ արդյոք կադրային ճգնաժամն է պատճառը, որ օրինակ դուք երբ որ ինչ-որ ոլորտի հետ կապված նշանակումներ եք անում կամ տեխնացումներ եք առաջադրում,
Հա, դուք նկատի ունեմ իշխանությունը, պարոն Խաչատրյան։ Օրինակ, վերջերս Ալեքսանդր Սիրունյանին բերեցիք ազգային ժողով որպես տեխնացու բավականին, այսպես կարևոր պաշտոնի համար։ Արդյոք կադրային սովն էր պատճառը, որ ընտրել եք այդ տեխնացուն, չկային ուրիշ տեխնացուներ։ Այսինքն այստեղ իշխանությունը արդյոք իրավունք ունի խոսել կադրային ճգնաժամի մասին, երբ որ ինքն անձամբ ճիշտ տեխնացուների ճիշտ ընտրություն չի կատարում։ Կադրային խնդիր, որակյալ կադրերի խնդիր, այո, բոլոր բնակավարներում այսօր կա, բոլոր բնակավարներում, սկսած ինժեներական, ես չգիտեմ, ճշգրիտ գիտությունների բնագավառից վերջացած հումանիտար առարկաների կամ ասենք հանրային կառավարման ոլորտում մենք կադրերի որակյալ կադրերի պակաս խիստ զգացում է։ Դա նաև պայմանավորված է նրանով, որ աշխատավարձերը, պետական վարձատրությունը կամ այդ բնագավառներում վարձատրությունը որակյալ մասնագետի համար քիչ է, բավարար չէ եւ որակյալ մասնագետները գտնում են ավելի լավ մասնավոր ոլորտում կամ ինչ-որ մի այլ գործունեությամբ զբաղվեն կամ ոչ պետական համակարգում եւ ավելի բարձր վարձատրեն, ինչը բերում է նաեւ այս խնդիրների Դե պատճառը նաեւ այն է, որ չեն ուզում այս իշխանության հետ աշխատել որոշ մասնագետներ։ Այսինքն ինչ է նշանակում չեն ուզում, եթե մարդը լավ քննիչ է կամ լավ տնտեսագետ է եւ տնտեսագետի կարիք ունենք կամ լավ հաշվապահ, իշխանությունը այստեղ ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Դե չեն ուզում կիսել քաղաքականություն իշխանության։ Եթե դենց նայում եք, ուրեմն նախկին իշխանությունների վախտել երևի մի տասնյակ հազարավոր մարդիկ էլ չեն ուզում աշխատեին, հա, դες բան չկարա լինի ուղղակի դա։ Դա գիտեք, միֆ ինչ որ sense մի սխալ միտք կա, մարդ եթե մասնագետ է եւ ինչ է նշանակում, այսինքն իշխանությունների չեմ ուզում աշխատեմ, չեմ ուզում բժիշկ, ուրեմն բժիշկ չեմ աշխատել։ Դե խոսքը պատասխանատու պաշտոնյաների մասին է։ Ուրեմն վարչության պետ չեմ աշխատելու, բաժնի պետ չեմ աշխատելու, դա ուղղակի ծիծաղելի նման չի կարելի ասել, ինչ կապ ունի, մարդը միշտ էլ իշխանություններ են լինելու եւ միշտ էլ ինչ-որ մի իշխանությունների օրոք պետք է աշխատել, ոչ մեկ ապագայում չի ծնվել։ Չեն ուզում պարզապես պարտության, Արցախի հանձնման այդ պատասխանատվություն քաղաքականությունը կիսել իշխանության հետ։ Ոնց չեն ուզում փոխվարչապետ աշխատեն, նախարար աշխատեն, բայց մասնագետը, եթե լավ մասնագետ է, որակյալ մասնագետ է, ինչ որ մի բնագավառի, ինժեներական բնագավառի, քաղաքաշինության ոլորտի բնագավառի, ինչ կապ ունի իշխանությունը որն է, թե իրան հանձնարարած դպրոցներ պետք է կառուցի կամ նախագծի, ինչ կապ ունի, ուրեմն ինքը չի ուզում դպրոց նախագծի, թե ինչ է իշխանությունը եւ այլն։ Հիմա տեսեք դուք լրագրում եք ու այնպեսի հարցեր եք տալիս, որ մարդկանց եք գցում եք ցնցումների մեջ, որ լավագույն բաները մասնագետները տանը նստած ասում են մենք չենք ուզում դպրոց հարկենք, այս իշխանությունը չենք ուզում աշխատենք։ Նման հարց չի կարելի ընդհանրապես տալ, որովհետև չի կարող այդպես հարց գոյություն ունենալ։ Հա, բոլորը ուզում են իշխանության հետ աշխատել։ Աշխատում են, մարդիկ աշխատում են, նայած որ պաշտոնյան ինչ ՕԳԳ ունի, ՕԳԳ-ի ինչ մակարդակ ունի, որ մասնագետը ինչ հմտություններ ունի եւ դրանից շատ բան կախված։ Այո։ Խր մեղադրանք է նաեւ հնչում ձեր հասցեին, պարոն Խաչատրյան։ Շատ բան է փոխում։ Մի հատ լավ մասնագետը, որակյալ պաշտոնյան կամ մասնագետը իր տեղում էական բան է փոխում իր որակներից ելնելով եւ մարդկային եւ մասնագիտական որակներից եւ հակառակը, եթե միտեղ նշանակում ես մարդ, որը որ մարդկային որակները չի համապատասխանում այդ պաշտոնին եւ մասնագիտական որակները, մի ամբողջ համակարգ կարող է այսպես բանի խնդիրների առաջ կանգնի մի աշխատողի պատճառով։ Լոյալ իշխանության հասցեին քննադատություն չնչեցնող տեխնացուներ կադրեր։ Սա էլ կա, այսինքն դուք ընդդիմախոսներին արդյոք նույնիսկ եթե լավ կադր լինի կբերեք ձեր իշխանության։ Առաջին դիմախոսները ես մենք ենք, ես կոնկրետ մեկը ես եմ, որպես պատգամավոր։ Գուցե հանրային դաշտում տեն շատ չի ինչ որ դրա կարիք չկա, բայց մեր ներքին քննարկումներով, մեր տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների կամ փոփոխությունների արդյունքները շատ բուրըն քննարկման առարկա են դառնում մեր մոտ, հենց առաջի քննադատողներն մենք ենք, եթե տեսնում ենք ինչ որ մի բան այն չէ։ Մեզնից շատ ոչ մեկ չի քննադատում մեր որոշակի ոլորտների կամ պաշտոնյաներին։ Դե դա նորմալ է, դա պետք է լինի։ Ինչ է նշանակում լոյալ լինենք, այսինքն տեսնենք սխալը, տեսնենք վատը ու ձեն չանենք։ Դες բան չի կարող լինի։ Չի լինում այդպես որ տեսնում եք ու դա ինչ եք անում։ Ոչ, նման բան չի լինում, մենք հաստատ խոսում ենք այդ մասին։ Դուք եք համոզված, որ 2026-ին վերարտադրվելու եք։ Այո, ես այդ համոզմունքը ունեմ, մեր իշխանությունը շատ ծանր բեռ է վերցրել իր վրա եւ այդ բեռը պատվով տանում է առաջ եւ
այն նպատակները, որոնք դրված է այս իշխանության առաջ, ես կարծում եմ նույն նպատակները ունի նաև մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ կարծում եմ որ մենք արժանանանք իրենց վստահության քվեին, իհարկե դրա համար պետք է եւս ավելի լավ աշխատել, ավելի շատ աշխատել եւ օգտվել բոլոր խաղաղ օրերից, մենք պետք է ցանկացած խաղաղ օր զբաղվենք այս երկրում ինչ-որ մի բան ստեղծելով, զարգացնելով, ուժեղացնելով եւ այդ տրամաբանությամբ պետք է առաջ գնանք։ Ամեն օրը մեր համար թանկ է։